Ժառանգություն կուսակցության հիմնադիր Ռաֆֆի Հովհաննիսյանը այսօր Բաքու է մեկնում մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ընդհանուր ասամբլեայի աշխատանքներին, որտեղ նախատեսվում է նաև նրա ելույթը։ Ես դիտարկելով այն, որ լիագումար 4-րդ նիստում ամսի 23-ի առավոտը ինձ առաջարկվեց ելույթ ունենալ, իմ պատգամը բերել հրապարակ հանրային լսարանի առաջ, ես որոշեցի ընդունել այս հրավերը և այսօր կմեկնեմ Բաքու։ Ժառանգության հիմնադրից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ընդդիմության միասնական թեկնածուի մասին քաղաքական դաշտում պտտվող խոսակցություններին։ Եթե հիմա նրանք, ովքեր իրար հետ բանակցում են, խորհրդակցություններ են կատարում, իրենք հավաքվեն հավաքական թեկնածության մեջ, ինձ հետ միասին դա կլինի հաղթող դարբերակ։ Եվ ես կողջունեի այդ կուսակցությունների, այդ քաղաքացիական հոսանքների զորակցությունը։ Իսկ եթե չէ, եթե ամեն մեկը պիտի գնա իր թեկնածուով, կարող ենք երկար կսպասենք։ Իսկ ձեր կարծիքով ով կլինի միասնական թեկնածու։ Կարելի է ընդհանրել, որ ձեզ եք տեսնում փաստորեն միասնական։ Ոչ, ես դա չասացի։ Պատրաստ է արդյոք Ռաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել իր թեկնածությունն առաջադրելուց, եթե որոշվի, որ ընդդիմությունը հանդես է գալու միասնական թեկնածուով։ Եթե այդ միասնական թեկնածությունը բերելու է հաղթանակի եւ ոչ թե գործարքի, ես ոչ մի բան չեմ բացառում։